Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, հարցի բովանդակությունն այնպիսին է, որ դա նշանակում է, որ ուրեմն իշխանափոխություն է տեղի ունեցել եւ դա նշանակում է, որ ուրեմն այն ինչ որ Սերժ Սարգսյանին չէր կարելի, այն է երրորդ ժամկետով հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, ուրեմն նաև չէր կարելի Նիկոլ Փաշինյանին եւ նա պարտվում է ուրեմն ընտրությունները։ Եթե դա տեղի ունենում, ուրեմն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կառուցվում է ատոմակայանի նոր էներգաբլոկ։ Եթե դա տեղի է ունենում, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրում մի փաստաթուղթ, որի անունը խաղաղության պայմանագիր է, սակայն չունի քարտեզ, որով որ մեզ ճանաչել են։ Եթե դա տեղի է ունենում, Հայաստանի Հանրապետությունը չի տալի միջանցք կամ որևէ արտոնյալ ճանապարհ միակողմանի դրա դիմաց ոչ մի բան չստանալով։ Եթե դա տեղի է ունենում, դա նշանակում է, որ մենք ԴՀԿ-ն լուծարելու ենք եւ ժողովրդին ազատելու ենք դրա ճիրաններից։ Եթե դա տեղի է ունենում, դա նշանակում է, որ մենք բանկային տոկոսադրույքները սահմանափակելու ենք, վաշխառությունը դադարեցնելու ենք Հայաստանի Հանրապետությունում։ Եթե դա տեղի է ունենում, դա նշանակում է, որ բանտերից ազատվելու են բոլոր քաղբանտարկյալները։ Շնորհակալ եմ։